Ավելի քան 6 ամիս առաջ մարտի 1-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությանը կոչ արեց սթափվել։ Իշխանության հետ երկխոսություն սկսելու պայմանները 3-ն էին՝ մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ պաշտոնական հավաստիացում, բանտարկված ընդդիմադիրների ազատ արձակում եւ Ազատության հրապարակում հանրահավաքների հնարավորության վերականգնում։ Ընդդիմությունը զգուշացնում էր, որ պահանջների կատարման պարագայում իշխանության հետ երկխոսություն կսկսի օրակարգում բացառապես ունենալով առաջիկա ամիսներին նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե կոալիցիան բաց է երկխոսության համար, բայց միևնույն ժամանակ տեղեկացնում, թե իշխանությունը չի ընդունում վերջնագրերի լեզուն։ Ապրիլի 8-ին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե իշխանությունը չկատարի 3 պահանջները, ապա Հայ ազգային կոնգրեսը սպառված համարելով երկխոսության հնարավորությունը հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Կամ երկխոսության սկզբնավորման, կամ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օրը։ Ջրբաժան չեղավ, երբ արդեն ազատ էին արձակվել 2008 թվականի մարտի 1-ի գործով ազատազրկված ընդդիմադիրները, մայիսի 31-ին ընդդիմությունը հայտարարեց, թե պատրաստ է երկխոսության, իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Իշխանության արձագանքը չուշացավ։ Հաջորդ օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Հայաստանի նախագահը կգնա Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու քայլին եւ կկազմակերպի այն։ Հովիկ Աբրահամյանը նաեւ հայտարարեց, թե համոզված է, որ երկխոսությունը բխում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից։ Երկխոսություն սկսելու վերաբերյալ քաղաքական հայտարարություններն իրողություն դարձան հուլիսի 18-ին։ Հանրային խորհրդում հանդիպեցին իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունների անդամները։ Առաջին հանդիպմանը իշխանության եւ ընդդիմության երկխոսության օրակարգը չձևավորվեց, բայց երկու կողմերն էլ հայտարարեցին, թե տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Հաջորդ հանդիպման ընդդիմադիրներն առաջ քաշեցին լեգիտիմ իշխանության շուտապույտ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարցը, իսկ իշխանությունը նախընտրեց ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցության կանոնների ձևավորման խնդիրը։ Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ եթե մինչև սեպտեմբեր չլինի համաձայնություն արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, եթե խաղաղ ճանապարհով չստացվի, ուրեմն լինելու է առճակատում։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ընդդիմադիրների պնդումներին զուգահեռ իշխանությունը հայտարարում էր, թե ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ սոցիալական որևէ հիմք չկա արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Երկխոսության շրջանակներում իշխանության եւ ընդդիմության հանդիպումներից մեկի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց առաջարկը հիմնավորող 87 էջից բաղկացած մի փաստաթուղթ հանձնեցին կոալիցիայի աշխատանքային խմբին։ Այս փաստաթղթում նշված էր, որ Հայաստանի իշխանական համակարգը ոչ լեգիտիմ է, լիովին հակաժողովրդավարական, կոռումպացված, հաշվետու չէ ժողովրդին, բացառապես սպասարկում է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների տնտեսական շահերը։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հիմնավորումներում առանձին գլուխներ են հատկացված 2008-ի նախագահական կեղծված ընտրություններին, մարտի 1-յան դեպքերին, չբացահայտված սպանություններին, վճռագործության պարտակմանը, ընդդիմադիրների նկատմամբ ձեռնարկված քաղաքական հալածանքներին։ Անդրադարձ կար նաև աղետալի չափերի հասնող արտագաղթին, սոցիալական մի շարք խնդիրների։ Երկու շաբաթ առաջ օգոստոսի 26-ին իշխանության եւ ընդդիմության նախատեսված հանդիպումը չկայացավ, կողմերի հարաբերությունները փոխվեցին օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի 7 ներկայացուցիչներ Կարապի լճի մոտ ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվեցին։ Հիմա նրանցից մեկն է կալանավորված քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրվող Տիգրան Առաքելյանը, եւ սա ընդդիմադիր ուժի պատվիրակության համոզմամբ պատճառ է երկխոսությանը չմասնակցելու համար։ Իշխանության գնահատականը չուշացավ։ Դավիթ Հարությունյանը գնահատեց, որ կոնգրեսի պատվիրակության այս քայլը նշանակում է մեկ բան, որ Հայ ազգային կոնգրեսն է թելադրում պայմանները։ Դա նշանակում է, որ Հայ ազգային կոնգրեսը չունի քաղաքական կամք պատշաճ շարունակելու այս գործընթացը։ Ընդդիմությունն իր այս քայլի բացատրությունը չուշացրեց։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կոնգրեսը պատրաստ է վերսկսել բանակցությունները կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո։ Այս իրավիճակում իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում միմյանց վրա, բարթելով երկխոսությունը
իշխանությունը ձախողելու պատասխանատվությունը, իսկ ի պատասխան Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե կոնգրեսը ցույց տվեց, որ քաղաքական կամք չունի այս գործընթացը շարունակելու համար, Լևոն Զուրաբյանն ընդգծեց, թե իրականում հակառակն է, բանակցությունների վերջին 2 ռաունդների ընթացքում կոնգրեսը փորձում էր փրկել երկխոսությունը։ Ապա իշխանական պատվիրակությունը տարածեց մի հայտարարություն, որտեղ կոալիցիայի ներկայացուցիչները ակնհայտ սուտ են որակում Լևոն Զուրաբյանի խոսքերը, թե իշխանությունը խոստումներ է տվել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Կոալիցիան հայտարարեց, թե ցավում է ոչ այնքան նրա համար, որ ընդդիմությունը ստում է, այլ նրա համար, որ արդեն սկսել է չհավատալ ընդդիմությանը։ Իշխանությունը հայտարարեց, որ օգոստոսի 9-ի միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը չի կապել, չի կապում եւ չի էլ կապելու այս կարևոր գործընթացի հետ, քանզի ամբողջությամբ իրավական հարթությունում է այդ հարցը, հայտարարեց կոալիցիան։